Անցյալ անգամին տեսանք, ինչպես Դավիթ պահվեցավ Սավուղեն ոտողոմի քարայրին մեջ։ Աստված գսորվեցներ Դավիթին իր շուրջ հավաքելով 400 հզոր մարդ, որոնք մերժված, հալածված, հուսախապ եւ բարդկերու դագ էին։ Փախտեցինք Դավիթի եւ Հիսուս Քրիստոսի փորձառությունները, որ ինքն ալ նաեւ մերժված էր։ Սակայն մարդիկ հավաքվեցան անոր շուրջ, ան ազատեց անոնց եւ ներեց անոնց մեղքերու բարդկը։ Նաեւ տեսանք, ինչպես Սավուղ կշարունակեր բացահայտել իր իսկական էությունը որպես սատանայի մարդ։ Սիրելիներ, այսօր պիտի անցնենք առաջին թագավորած 23-24 գլուխներուն, ուր պիտի տեսնենք աստվածաբաշտ երկու մարդոց, Հովնաթանի եւ Դավիթի վարմունքը եւ պիտի փախտանենք Սավուղի սատանային մարդուն հետ։ 23-5 համարներում մեջ կտեսնենք Դավիթին գիմացնեն, թե բղշտացիները պատերազմ գնեն ու Գելայի գալերը կգողոպտեն։ Կնկատեք 4-րդ համարի մեջ Դավիթ երկու անգամ հարցուց Տերոջ, թե արդյոք անպետք է երթա եւ գրվի, եւ Աստված ասավ. «Ելիր Գեյլա իջիր, քանզի ես բղշտացիները քու ցերքդ պիտի դամ»։ Եվ Աստված ազատեց ժողովուրդը Դավիթի միջոցով։ Մինչ Դավիթ կպաշտպաներ Աստծո ժողովրդին, միևնույն ադեն անպետք էր փախչեր Սավուղեն, որ անընդհատ զինք կհետապնդեր առանց թույլնալու։ Բայց ինչպես որ կգարտանք 14-րդ համարի մեջ, Աստված Դավիթը Սավուղին ցերկը չմատնեց։ Միևնույն ժամանակ Հովնաթան քնած Դավիթին հանդիպելու անդարին մեջ հաստատելու եւ կաչալերելու Դավիթի հավատքը Աստծո հանդեպ։ Նայր ինչ ասավ Հովնաթան Դավիթին 17-18 համարներում մեջ։ Թուն Իսրայելի վրա թագավոր պիտի ըլլաս, ու ես քու երկրորդդ պիտի ըլլամ։ Այս բանը իմ հայրը Սավուղալ գիտե։ Ու երկուքը Տիրոջը առջև ուխտ ըրին։ Սիրելիս կտեսնես որքան հավատարիմ եւ անգեղծ է Հովնաթան իր ընկերոջ Դավիթին։ Կտեսնես ինչպես իր վարմունքն ու գործերը կբացահայտեն, որ ան Հովանես Մկրտիչի պես մեծ մարդ մնե։ Հովանն ու 3:30-ի մեջ Հովանես Մկրտիչ հասկացավ իր տերը, երբ ասավ, որ Տեր Հիսուս պետք է մեծնա, բայց ես բզդիկնամ։ Առաջին թագավորած 24-րդ գլխուն այստեղ պիտի տեսնենք Դավիթի մեծությունը, երբ ան կխնայե Սավուղի կյանքը։ Երբ Սավուղի ըսին, որ Դավիթ բահվդած է Ենքաթիի անաբադի մեջ, ան 3000 մարդիկ արավ Դավիթը փնտրելու։ Երրորդ համարին մեջ Սավուղ մտավ այն քարայրը, ուր Դավիթ բահվդած էր եւ քնացավ։ Դավիթի մարդիկը անոր կաչալերեցին, որ բան մընե, անոնք ըսին իրենց առաջնորդին. «Ահա այս քեզի արիք մնե Աստծո գողմեն դրված»։ Այսպիսով Դավիթ կամացուկ մսողած դեպի Սավուղին քնացած դեղը եւ գդրեց անոր հագուստին վերարգուին ծայրը։ Կտեսնեք, թեև Դավիթը կհալածվեր այս մարդեն, բայց Դավիթ ցերկ չեր գնցներ անոր վրա։ Ինչու՞։ Դավիթի խոսքերուն համեմատ 6-րդ համարի մեջ անգսե իր մարդոց ասավ. «Աստված չնե, որ Տերոջը օձյալին իմ Տերոջս այս բանը ընեմ ցերկս անոր վրա երգնցնելով, քանզի անիգա Տերոջը օձյալն է»։ Կտեսնեք սիրելիներ, քանի որ Սավուղ Աստծո կողմեն սրբված էր, Դավիթ թույլ կտա, որ Աստված վարվի անոր հետ։ Հաճախ կտեսնենք, երբ մենք մեր ցերկով գուզենք լուծել նյութեր, հետևաբար այլևս հավատքով չենք քննարկալել եւ երբեք չենք հաջողիր։ Ոչ Աստվածաշունչի մեջ պատահած է, ոչ ալ մեր ներկա կյանքերում մեջ։ Միայն եթե կարենանք հասնել այն հավատքին, որ թույլ կտանք Աստծո, որ ինք հադուցանե մեր թշնամիները, ես համոզված եմ, որ Տերը կրնա լավ գործ մընել մեզ մեջ շատ ավելի լավ։ Հիմա 10-րդ համարի մեջ Դավիթը խոսեցավ Սավուղի հետ, երբ Սավուղ արթնցավ եւ տեսավ, թե ինչ պատահած է։ Դավիթ ասավ Սավուղին. «Ինձի ըսին, որ քեզի մերցնեմ, բայց ես քեզի խնայեցի ու ըսի, ես իմ ցերկս իմ Տերոջս չեմ երգնցներ, քանզի անիգա Տերոջը օձյալն է»։ Սիրելիս, ինչ է գարզիկդ այս երկու մարդոց ցուցաբերած վարմունքին։ Արդյոք դու Դավիթի նման ես, որ թույլ կտա Աստծո, որ ինք վարվի հագարագործներուդ հետ, կամ Սավուղի նման ես, ուզես անցամ քու ցերկովը տնել